Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Տիկին Յոլյան, հարգանքներս ձեզ։ Ցավում եմ, որ պարոն Արայիկ Հարությունյանը այստեղ չի, սրճարանից դեռ չի եկել, բայց այս վերջին օրերի իր պահվածքին հետևելուց անկեղծ ասած մի զգացողություն ա մոտս, որ պարոն Հարությունյանը քաղաքական տրավմաների իր մուրը որոշել է ընդդիմությունից հանի։ Մենք կապ չունենք ձեր չվերանշանակման հետ, պարոն Արայիկ Հարությունյան, դրա հետ կապ չունենք։ Համաձայն եք, չէ՞ գործընկերներ ջան, այդ մի բանի հետ մենք կապ չունենք, ամեն ինչի հետ կապ ունենք, բայց այդ մի բանի հետ մենք կապ չունենք։ Վերջին մի քանի օրերի իրադարձություններին եմ ուզում անդրադառնալ, բուռն իրադարձություններին։ Ինչ տեղի ունեցավ երեկ նախագահ Քոչարյանի ձերբակալումը, դրան նախորդած Նիկոլ Փաշինյանի իր որակմամբ կրքոտ ելույթները, բայց ես կասեի մեղմ ասած ոչ այդքան հավասարակշիռ պահվածքը, ամեն ինչ տեղի ունեցավ ժանրի կանոններով, ժողովուրդ ջան, մենք դա բազմիցս տեսել ենք։ Հարց ու պատասխան, անմիջապես այս ամբիոնից հրահանգներ իրավապահ ուժային կառույցներին ամենակարճ ճանապարհն է ընտրված։ Մի ժամանակ գոնե WhatsApp-ով նամակներ էին գրում, ինչ-որ պրոցես էր գնում, հիմա այդ ձևականությունն էլ չկա։ Միանգամից այս ամբիոնից ուղիղ եթերով հրահանգ իրավապահ ուժային կառույցներին։ Քաղաքական հետապնդում եւ անձնական վրեժխնդրություն։ Այդ երկու ձևակերպումներն է բնորոշ նրան, ինչ տեղի ունենում վերջին երկու օրերի ընթացքում։ Ուսանորություն չի, նորից եմ ասում, մենք դա տեսել ենք, պարոն Յողան, չէ՞։ Մենք այստեղ նստած տեսել ենք, որ Սամվել Կարապետյանը, երբ որ հայտարարություն արեց հարգելի գործընկերներ ուժեղ Հայաստանի, մենք այդտեղ նստած, հետևում էինք այնտեղ նստած Նիկոլ Փաշինյանին, համակարգիչը բացել էր, այսպես ինչ-որ հրահանգներ էր գրում, դրանից հետո ձերբակալությունը եւ այն բոլոր գործընթացը, որ սկսվել է ձեր առաջնորդի նկատմամբ, ականատեսը դրա եղել է ամբողջ հասարակությունը։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները եւ ընտրություններից առաջ, եւ ընտրություններից հետո, նույն Արարատ կոնյակի գինու օղի կոմբինատի հետ կապված հրահանգ անմիջապես, դրանից հետո համապատասխան պարոն Արայիկ Հարությունյանը եկավ, ես ասում եի, որ ձեր քաղաքական տրավմաների մուրը պարտադիր չի մեզանից հանեք, մենք դրա հետ կապ չունենք, ձեր չվերանշանակման հետ կապ չունենք։ Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքերը, ու ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, բազմաթիվ օրինակներ։ Բայց այս ընթացքում նաև հասարակության այլ շերտերել են տուժում, այլ մարդիկ, տնտեսվարողներ, բիզնեսներ են տուժում, աշխատավարձով ապրող պարզապես մարդիկ են նաև, այս ձեր արդարության հաստատման, ժողովրդավարության բաստիոնում, պարոն Յողան, արդարության հաստատման օպերացիայի շրջանակներում տուժում։ Օրինակ, ինչպես Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված, երեք էլ բազմաթիվ բիզնեսներ կապարանակնքվել են։ Ինչ կարաք ասեք, ինչի։ Այդ մարդիկ ինչ են անելու, այդ գույքը վերցնելու են, տանեն իրանց տուն, գողանալու են, ինչ են անելու։ Հարյուրավոր մարդիկ աշխատում են, այդ մարդիկ հիմա անորոշության մեջ են, ինչ պետք է անեն։ Ապօրինի է, չգիտեմ ինչ է, լավ թող այդ մարդիկ շարունակեն աշխատել։ Բայց դու գիտեք դա ինչի եք անում, որ հետո վերցնեք, իբր տակ ժողովրդին, բայց իրականում ձեզ վերցնեք, հետո տակ ձեզ համար հաճո որևէ օլիգարխի, սխեման շատ պարզ է, կամ ձերբակալությունների հետ կապված, կալանավորումների հետ կապված, մենք Արեգնազ Մանուկյանի դեպքը շատ ենք այստեղ քննարկել, եւ առաջընթաց կա, եւ առաջընթաց ունենք, երեք մի կնոջ են ձերբակալել, որը 3 անչափահաս երեխաների մայր է, եւ հրաշալի նորություն ունեմ ձեզ համար, տեսակցությունները բաց է ժողովուրդ։ Այդ կնոջ տեսակցությունները բաց է, բայց մի փոքր խնդիր կա այստեղ։ Այդ կինը ամուսին չունի։
Հիմա հարց եմ տալիս ձեզ, ով պետքա պահի այդ երեխեքին։ Դուք ասեք տատին թող պահի այդ երեխեքին։ Տատին էլ են կալանավորել։ Կարող եք ասել մորքուրը թող պահի, մորքուրին էլ են կալանավորել։ Իդեպ մորքուրի եւ մոր տեսակցությունները փակել են։ Կասեք պապին թող պահի, պապին է տնային կալանք են տվել։ Այսինքն ընտանիքի հորը տնային կալանք են տվել, որը ենթադրում եմ բիզնեսի հիմնադիրն է, ենթադրում եմ։ Կնոջը եւ երկու դուստրերին կալանքի են տարել։ Այս չի ձեր արդարադատությունը, Ժորժ ջան։ Ինչ կապ ունի սա նախկինների հետ, չգիտեմ ում հետ, ինչ կապ ունի։ Օրինակ, այս ընտանիքի պատմությունը ինչ կապ ունի դրա հետ։ Դուք կարող եք ասել, մենք ինչ կապ ունենք դատական համակարգի հետ, բայց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դա էլ չեք կարող ասել, որովհետև ինքը պարզ ասում է, այո, ես հրահանգ եմ տալիս։ Սա իշխանության տարանջատման, օրենքի առջև հավասար, բոլորի հավասարության, ժողովրդավարության, Եվրոպական միություն եք գնում Տիկին Կարապետյան, ստանդարտներին պետք է համապատասխանեցվենք։ Այդ ամեն ինչի ֆոնին ես օրինակ անկեղծ ուզում եմ հասկանալ դուք եւ Եղոյանը ինչ եք զգում, երբ որ Նիկոլ Փաշինյանը այստեղից հայտարարում է, որ հա, ես եմ ասել ու ասում եմ, ուղիղ տեքստով ասում եմ, ես եմ հրանգներ տալիս, բայց մեզ դատախազ ինչի է պետք։ Քնչական, հակակոռուպցիոն, ուժային կառույցներ, չէ, ուժային կառույցները պետք են որ գործողություններ անեն։ Այդ դրանք մեզ ինչի են պետք, եթե ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է որոշում։ Եթե դատական համակարգն է մեղավոր, որովհետև մի հետաքրքիր բան էլ գործընկերներ ջան նկատել եք, սահմանադրության փոփոխությունը փորձում են դատական համակարգի բարելավման սոուսով մատուցել, որովհետև ոչ են ասի սահմանադրություն ենք փոխում, որ անկախության հռչակագիրը հանենք եւ այլն, որ մի շարք փոփոխություններ անենք, հետո Տիգրան տանք, հապարտ այստեղ ասում էր անկլավներ, 4 տարի առաջ հանրային հեռուստաընկերության եթերում էր ասում էր ոչ մի իրավական հիմք չկա, ոչ մի մենք բոլոր քարտեզները նայել ենք, ոչ մի իրավական հիմք չկա, քարտեզն ի վերջո ինչ է, ասում է դրանք գծագրեր են էլի, ցանկացած քարտեզ դա գծագիր է, իրավական հիմք չի, բայց հիմա պարզվում է, որ Տիգրանաշենը անկլավ է, իրավական հիմքը, բայց չի ասում որն է։ Դուք այդ ամեն ինչը փորձում եք այս սոուսով մատուցել սահմանադրության փոփոխությունը, որ դատական համակարգը բարեփոխում եք։ Ժորժ ջան, մի հատ նորությունն եմ ձեր համար։ Հակակոռուպցիոն դատարանը, այն դատարանը, որը տվել է կալանքները, դուք եք ստեղծել։ Ոչ այս մի ընդդիմադիր խմբակցությունն է ստեղծել, ոչ էլ այն ընդդիմադիր խմբակցությունն է ստեղծել։ Ձեր ստեղծած դատարանն է։ Բարեփոխումների շրջանակներում ձեր Կարեն Անդրեասյանը հպարտանում էր, որ դատական համակարգի դատավորների 70%-ը փոխված նախկին չի, ներկա է, 30%-ն էլ մնացել է, բայց այդ 30%-ն էլ ծաղկաքաղ է կարել նախկինի ամենավատ բարքերը, ամենավատ դատավորներին, մացոներից սկսած թողել եք իրենց տեղում։ Այն բոլորը Արմեն Դանիելյաններով, այն բոլոր դատավորներով, ովքեր հլու հնազանդ կատարում են ձեր ցանկությունները։ Ես մի բան եմ նկատել, այս վերջին շրջանի ելույթներում եւ առհասարակ իշխանության գործելավոճում, որ դուք ոչ մի բանի հետ կապ չունեք մեղավորության տեսանկյունից։ Եթե տնտեսական ցուցանիշները հաջող են, դա իշխանության շնորհն է։ Եթե ԵԱՏՄ-ում ապրանքների արտահանման խնդիր ունենք, պարզվում է դա այն քխնդիմությունն է մեղավոր, որ քաջալերում է այդ սանկցիաների կիրառումը։ Դուք ոչ մի բանի հետ կապ չունեք։ Բանակում ինքնասպանության, չգիտեմ որի օր դեպքն է, պաշտպանության նախարարը կապ չունի։ Պատերազմը հայրենիք ենք կորցնում, հազարավոր տղաների ենք կորցնում։ Երկրի ղեկավար ասում է, ես պատասխանատու եմ, թե մեղավոր եմ, ինչ որ երկու բառախաղան, ոչ մի բանի համար դուք մեղավոր չեք, ոչ մի բանի համար, ու ոչ մի բանի համար չեք ուզում պատասխանատվություն ստանձնել։
Ոչ էլ ձեր ստերի համար եք ուզում պատասխանատվություն ստանձնել, Տիգրանաշենի օրինակը վառ օրինակ։ Ես ոնց հասկացա, ես իշխանությունը միակ պատասխանատվության զգացողություն ունեցողը Վիլեն Գաբրիելյանն էր, որ գիտակցեց իր պատասխանատվությունը եւ հրաժարվեց մանդատից։ Շնորհակալ եմ։